Բարի լույս, բարի առավոտ, հարգելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը, իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով արեգակի հյուսիս-արևելքում ձևավորվել է անսովոր մեծ արեգակնային ելուստ և դրա ժայթքումը կարող է ազդել երկրի վրա։ Գիտնականները նշում են, որ արեգակը ըստ երևույթին փորձում է մաս ելուստը դուրս բերել տիեզերք, բայց առայժմ ապարդյուն։ Կա 90% հավանականություն, որ այսօր կամ վաղը այն դուրս կմղվի ամբողջ ելուստը։ Ժայթքումը կարող է ազդել Մերկուրի մոլորակի վրա և եթե ելուստը շարունակվի արեգակի վրա ևս 3-ից 4 օր, այն կարող է ազդել նաև երկրի վրա։ Այսօր հոկտեմբերի 14-ին նշվում է բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրը։ Այն առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի բանաձևի համաձայն բնական աղետների վտանգների նվազեցման միջազգային տասնամյակների շրջանակներում։ Այս տոնը նպատակ ունի նպաստելու բնական աղետների վտանգների նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը և նպաստելու բնական աղետների կանխարգելմանը և դրանց հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ երևույթներին պատրաստ լինելուն։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշվում է նաև ստանդարտների համաշխարհային օրը։ 1946 թվականին այս օրը Լոնդոնում բացվել է ստանդարտացման ազգային կազմակերպությունների համաժողովը, որտեղ 25 երկրներ, այդ թվում ԽՍՀՄ-ն, ներկայացրել է 65 պատվիրակներ։ Նրանց աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստանդարտացման միջազգային կազմակերպությունը։ Ստանդարտները ազդում են մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Ստանդարտները երաշխավորում են, որ արտադրանքը և ծառայությունները աշխատում են այնպես, ինչպես մենք ակնկալում ենք նրանցից, դարձնելով կյանքը արդար և կայուն խաղաղություն ստեղծելու համար։ Ստանդարտացման ամբողջ համակարգը կառուցված է համագործակցության վրա։ Դրա վկայությունն է համագործակցության ուժը և հավատը, որոնց արդյունքում իրական լուծումներ են առաջարկվում կայուն զարգացման համար։ Իսկ այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում հայկական շոու բիզնեսի այն անհատներից մեկ, ում ձայնը կարող ես ճանաչել առաջին իսկ նոտայից, իսկ ոճը չես կարող չնկատել, ունի խարիզմա, որը պարզապես գրավում է բոլորին, և դա Իվետա Մուկուչյանն է։ Երգչուհին ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա։ 2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել Հայ Սուպերստար հեռուստանախագծի 4-րդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է Գերմանիայի ձայնը նախագծի 2-րդ եթերաշրջանին։ Նույն տարում L-Style ամսագիրը նրան ճանաչել է ամենացանկալի հայուհին։ 2016 թվականի մայիսին Low Way երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթին, որն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, գրավելով 7-րդ հորիզոնականը։ Նույն թվականին Մուկուչյանը նաև արել է իր դերասանական առաջին փորձը, նկարահանվելով Փախիր կամ ամուսնացիր ֆիլմում։ Նա երբեք չի ձգտել նմանվել ոչ ոքի, նա հենց ինքն է, Իվետա Մուկուչյանը, ու դա արդեն բավարար է։ Եվ շնորհավորելով Իվետայի ծննդյան տարեդարձը, առաջարկում եմ այս պահին վայելենք նրա կատարումներից մեկը և շարունակենք հաղորդումը։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել և միացել են մեզ, շատ լավ են, հիմա պատրաստեք սուրճ կամ թեյ, հարմար տեղավորվեք և միացեք մեզ, քանի որ այսօր ունենք շատ հետաքրքիր հյուրեր և ասեմ, որ այս տարի Վայոց ձորում անցկացվելու է Պոպոքի փառատոնը։ Այդ առիթով մեզ տաղավարում է Աննա Գրիգորյանը, Պոպոքի փառատոն 2025 թվականի կազմակերպիչ և գործընկեր և Երվանդ Մարեյանը, միջոցառման կազմակերպիչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ ենք Ալիտա ջան, իմ հարազատ տաղավարում եւս մեկ անգամ հրավիրելու եւ իհարկե գեղեցիկ փառատոնը լուսաբանելու համար ողջունում եմ մեր բոլոր աշխատակիցներին, Կոտայք TV-ի բոլոր աշխատակիցներին ողջունում եմ եւ մաղթում բարի աշխատանքային օր, բարի աշխատանքային շաբաթ։ Ինչպես է սկսվել ձեր օրը, ինչպես են ընթանում կազմակերպչական աշխատանքները։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար եւս մեկ անգամ։ Ի տարբերություն երեկվա, այսօր արդեն պայծառ լավ եղանակ է, շատ բարձր տրամադրությամբ, մեծ սիրով
հյուրընկալել ենք ձեր տաղավարը։ Աննա ջան, զրույցը սկսենք ձեզանից, ինչպես առաջացավ միտք ստեղծել նման փառատոններ եւ առաջինը որ մարզից սկսեցիք, որ այս տարի արդեն անցկացվում է Վայոց ձորում։ Իրականում Պոպոկի փառատոնը 2025 թվականին այս տարի նշում է իր երրորդ, արդեն թվով փառատոնը եւ հետեւաբար 3 տարի առաջ է գաղափարը ծնվել է գլխավոր կազմակերպիչ AS Concern ընկերության մեր գլխավոր կազմակերպիչ գործընկերուհու Սուսաննա Չելիկյանի կողմից եւ տարածաշրջանը ինչու է ընտրել Վայոց ձոր Հերհեր գյուղը, քանի որ տարածաշրջանում այնտեղ մշակվող եւ արդեն հետագայում շուկայում ներկայացվող Պոպոկը ունի շատ յուրահատուկ եւ առանձնահատուկ համ հոտ, որը հենց տարածաշրջանին հատուկ է։ Ընդ որում այստեղ պետք է շատ կարեւոր բան մատնանշեմ, որ շատ հաճախ մեզ շտկում են նշելով, որ գրականում ավելի ճիշտ է նշել ընկույզ տարբերակը, բայց քանի որ փառատոնի գաղափարներից մեկը, չնայած նրան, որ քաղաքը ձգտում ենք տանել գյուղ, այլ ոչ թե գյուղը բերել քաղաք, քանի որ հեռավորություն, ապրանքի մատակարարման հետ կապված որոշակի դժվարություններ, սպառման տեսանկյունից, նաև փորձում ենք նպաստել, միաժամանակ փորձում ենք այդ ամեն ինչին տալ ավելի ժողովրդական եւ ավելի հոգեհարազատ հնչողություն, Պոպոկ, այլ ոչ թե ընկույզ։ Իսկ ինչ էիք նկատում, երրորդ տարին է, որ արդեն իրականացնում եք, մնացած տարիներին որքան որ մասնակցության թիվը եւ ինչ սպասելիքներ ունեք այս տարի, որքանով եք մտածում, որ կավելանա նաեւ մասնակիցների թիվը, հետաքրքրվածություն կա։ Իրականում ի սկզբանե պարզապես եղել է, այսպես ասած, փորձնական, դեմոնստրատիվ միջոցառումը, որպեսզի հասկանանք, թե որքանով է հետաքրքիր մեր գաղափարը եւ որքանով է իրատեսական այդ գաղափարը հետագայում ավելի մասշտաբային ձևով ներկայացնել եւ փաստորեն երրորդ տարին արդեն մեզ բերեց ինքնստինքյան այն մասշտաբային լուծման եւ վերջնարդյունքի, որը որ այս տարի պլանավորում ենք եւ հետեւաբար ավելի մեծ շուկով մոտավորապես 3000 այցելու ամրագրված դե մնացածը լրացուցիչ ովքեր կլինեն մուտքը ազատ է մեծ սիրով հրավիրում ենք բոլորին 3000 հոգի արդեն իսկ ունենք նախատեսված եւ կանխատեսված հյուրեր, որը խոսում է երրորդ տարվա համար արդեն իսկ մասշտաբի մասին։ Բնականաբար ավելի մեծ ծրագիր, ավելի հետաքրքիր ինչ-որ նորություններ, որոնց մասին այո, հետագայում կանդրադառնանք։ Երևան ջան, դուք մեծ նաեւ աշխատանք ունեք այս գործում արված, միջոցառման կազմակերպիչն եք, ինչ-որ առնում նաև սցենարի հեղինակն եք, ինչպես սկսվեց, ինչքան ժամանակ եք պատրաստվել այս աշխատանքին, փոքր ձեր տպավորությունների մասին պատմեք։ Դե արդեն ես երկրորդ տարվանից եմ միացել փառատոնին, 2 տարի ես ղեկավարում եմ այդ սցենարային մասը, այսպես ասած, ադմինիստրատիվ աշխատանքները, դե սցենար գրելը այնքան էլ հեշտ չի, որովհետև պետք է հավաքագրել նյութերը նաև որ ճիշտ լինի այդ ամենը։ Մենք կազմակերպում ենք արդեն երրորդ տարին, թվով երրորդ փառատոնն է սա, Պոպոկի փառատոնը, դե ինչպես նշեց մեր գործընկեր Աննան, ինչու Պոպոկ, որովհետև բոլորը սիրում ենք ասել ընկույզ, բայց իհարկե իմ խոսքում ես եւս նշելու եմ սցենարի մեջ, որ Պոպոկի փառատոն։ Իսկ սցենար գրելը կրկնում եմ, որ այդքան էլ հեշտ գործ չէ։ Ես 2 ամիս աշխատել եմ սցենարի վրա, ես ինքս վարելու եմ փառատոնը, սիրով բոլորին հրավիրում ենք, մուտքն ազատ է, ու սցենարի վրա աշխատելիս ամեն դետալ հաշվի եմ առնում, որովհետև սցենար գրելը իրենից հորդում է դժվարություններ, ու այդ դժվարությունները ես կարծում եմ հաղթահարել եմ ու վերջի շտրիխներն եմ կատարում, որպեսզի հստակեցնենք, ընդամենը մի քանի օրից կլինի փառատոնը, հոկտեմբերի 18, Վայոց ձորի մարզ Հերհեր գյուղ, սկիզբը ժամը 12:00, բայց ներկայացնենք նաև, որ 10:30 լինելու է Հերհեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծումը։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ եկեղեցու վերաօծման արարողությանը, կարող են միանալ 10:30, այնուհետև տեղի կունենա Պոպոկի փառատոնը 12:00, բացման խոսքով հանդես կգա Վայոց ձորի մարզպետը, քաղաքապետը եւ այլ պաշտոնատար անձիկ։
Իսկ ինչպես ստացվեց ձեր աշխատանքը, էլի եք համագործակցել միմյանց հետ եւ ինչպես ստացաք նաեւ այս միջոցառման կազմակերպչական աշխատանքի հրավերը Երվան ջան։ Մենք աշխատել ենք, դե Աննայի հետ նոր ենք աշխատում, բայց իհարկե Աննային վաղուց գիտենք, Աննայի հետ աշխատելը շատ հեշտ է, ինքը դրական էներգետիկա ունի եւ իր հետ աշխատելը բարդություն չէ բացարձակապես։ Աշխատեցինք ու արդեն 3-րդ տարին է փորձում ենք ել ավելի մեծ մասշտաբով, լինելու է մեծ համերգային ծրագիր, բենդը ներկայանալու, երգիչներ, երգչուհիներ, DJ լինելու, փառատոնին լինելու է նաեւ ուտեստներ, պոպոկից պատրաստված ուտեստներ, ավելուկով ճաշ, մասուրով ճաշ, որի մեջ էլի ներառված է պոպոկը, գաթա, մեղր, գինի, ընկույզից պատրաստված ամեն բան, ինչը հենց անմիջապես կապ ունի ընկույզի հետ։ Իսկ Աննա, քանի տաղավար կա արդեն պատրաստված, ինչ միջոցառումներ իրականացվում, Երվանդը մի քանիսը նշեց, նաև տարիքային սահմանափակ երեխաների համար ինչ կա նախատեսված, որպեսզի նրանց համար էլ ժամանցը հետաքրքիր անցնի, դրա մասին փոքր կմանրամասնեք։ Մեծ սիրով ներկայացնեմ, բացի հիմնական տաղավարները, որտեղ ներկայացվելու են փառատոնի մասնակիցների կողմից առաջարկվող ապրանքատեսականիները, այսինքն ցուցահանդես տոնավաճառի շրջանակներում ունենալու ենք նաև 3 շատ գեղեցիկ եւ հետաքրքիր ձևով ձևավորված ֆոտոզոնաներ, ունենալու ենք մանկական հատված, գոտի, որտեղ երեխաների համար հետաքրքիր ժամանցային որոշակի միջոցառումներ են կազմակերպվելու։ Այդ ամենից զատ բնականաբար, ինչպես նշեց արդեն մեր Երևանը, ունենալու ենք շոու ծրագիր, համերգ, DJ, այդ ամբողջը լինելու է ողջ փառատոնի ընթացքում, բայց այդ ամենից զատ նախատեսում ենք նաև մրցույթներ եւ մրցույթների շրջանակներում տրամադրվելու են եւ բաշխվելու են հատուկ մրցանակներ։ Ունենալու ենք նաև հրավիրված հատուկ գործընկերներ, որոնք եւս իրենց ներկայությամբ այս տարի ավելի առանձնահատուկ են դարձնելու։ Ես չեմ վախենա նշել, երևի թե ոլորտում տարբերվող իրենից ֆորմատով այս փառատոնը, այսինքն ինչ որ առումով լրացուցիչ առանձնանալու ենք։ Երվանդը նշեց, որ սցենարի համար պահանջվել է մոտ 2-3 ամիս մինչև վերջնական արդյունքի հասնել, իսկ ընդհանուր աշխատանքները որքան ժամանակ է ձեզանից պահանջվել, եղել են բարդություններ, դժվարություններ այս աշխատանքի ընթացքում։ Այո, ինչպես ցանկացած աշխատանք, փառատոնի կազմակերպումը հատկապես եւ պատասխանատու կերպով է մոտենում, բնականաբար չի կարող շրջանցել որևէ ինչ որ բարդություններ, տեխնիկական բնույթի, ինչ որ բնականաբար, քանի որ բոլորս մենք մեզանով մեր ոլորտում եւ առանձնացված արդեն իսկ որպես կայացած անհատականություններ հստակ ձևով ունենք մեր տեսակետները, ունեցել ենք նաեւ ինչ որ անհամաձայնություններ, որոնք բնականաբար հետո շտկել ենք, բերել ենք ինչ որ ընդհանուր տեսքի եւ կարծում եմ դա հենց տվել է այն յուրահատուկ համն ու հոտը, այդ թվում նաև սցենարի կազմման մեջ, որը որ մարտ-ապրիլ ամիսներից սկսել ենք աշխատանքները, այսինքն գաղափարը, մտածելը, մասշտաբի հետ կապված որոշումները եւ եկել ենք, այո, արդեն այսօր մեզ ընդամենը հաշված օրեր են, 4 օր է մնացել փառատոնին, հոկտեմբերի 18-ին մեծ սիրով դիմավորել ենք բոլորին, հենց մեր ամբողջ այս ամիսների աշխատանքն ու չարչարանքը փորձելով ամենագրագետ եւ ամենամոտիվացնող, որովհետեւ գյուղ քաղաք կապն ենք փորձում մենք այստեղ ամրապնդել համայնքահեն գործունեությունը, ինչպես նաեւ հեռավոր մարզերում տուրիզմի զարգացում, այսինքն այս ամբողջը համեմել մեկ փառատոնի շուրջ ահռելի աշխատանք է, փորձելու ենք ամենագրագետ ձևով մատուցել մեր այցելուներին։ Այդ ձեր կարծիքով նման փառատոնները որքանով են ազդում նաև մշակութային զարգացման վրա, զբոսաշրջիկների ներգրավման վրա, արդեն ունեք զբոսաշրջիկներ ունակ անցած փառատոններից, որ այլ երկրներից են այցելել, տպավորությունների մասին խոսենք փոքր նաև։ Շատ դրական ազդեցություններ են ունենում, քանի որ ի զարմանս ինքս քանի որ գործունեություն եմ ծավալում ոլորտում, ինձ համար մի փոքր սկզբի շրջանում զարմանալի էր թվում, հետո հասկացա, որ այո, կա ինֆորմացիոն որոշակի պակաս, այսինքն այո, մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, որ կա այդպիսի գյուղ, որ այդ գյուղը ունի ինչ-որ հետաքրքիր պատմամշակութային կոթողներ, ունի հետաքրքիր հանգած հրաբուխ, այսինքն այնպիսի ինչ-որ ձգող, կանչող, երկիրը ավելի լավ ճանաչելու համար
փոքրիկ, հա, առաջին հայացքից տեղացիների համար թվացող փոքրիկ ինչ որ դետալներ, որը հասարակության համար ուղղակի լուսաբանված չէ։ Փառատոնները նպաստում են, որ ել ավելի մասշտաբային մարդիկ այդ ամեն ինչի մասին տեղեկացված լինեն։ Ներողություն, ես հավելեմ, որ երբ որ խոսում էի, զրուցում էի մեր տուրիստական ընկերությունների հետ, իրենք ասում էին կան որոշները, որոնք միայն արտագնա туриզմով են զբաղվում, ներգնա туриզմը չեն զարգացնում։ Ես նրանց մեկ նկատառում արեցի, ինձ իրավունք վերապահեցի անելով, որովհետև ես նրանց բացատրեցի, երբ որ մենք չենք բացահայտում Հայաստանը, մենք Եվրոպայի, Եգիպտոսի կամ Մալդիվների հետ գործ չունենք, որտեղ մեր երկրի թաքնված գանձերը նախ պետք է բացահայտել, այնուհետև անցնել։ Ով գիտեր, որ հանգած հրաբուխ կա, թերևս ոչ ոք, կամ շատ քչերը, տեղաբնակները նույնիսկ գուցե հետաքրքրվածներ չլինեն կամ տեղյակ չլինեն նման հրաբխի մասին, բայց մենք պետք է նաև ոչ թե հրաբուխը տանենք դեպի հրաբուխ, այլ նաև պետք է մենք բացահայտենք մեր երկրի գանձերը, որտեղ մեր երկրում այնքան գեղեցիկ ու թաքնված վայրեր կան, որոնք դեռևս չեն բացահայտվել։ Դա մեր տուրիստականների որոշակի խմբերին է պատկանում, ոչ բոլորին։ Իսկ երբ որ Երևանը կատարում էր այդ սցենարական աշխատանքները, նաև պետք է ինչ-որ բաներ ուսումնասիրել, որպեսզի գրել, ինչ հետաքրքիր բացահայտումներ նաև արեցիր քեզ համար մարզի վերաբերյալ, բացի հրապուխից։ Մարզի հետ կապված շատ հետաքրքիր, դե մարզի հետ չեմ կարող անմիջապես կապել, իհարկե Վայոց ձորը իր պոպոկով, իր գինիով հայտնի լինելով բոլորս էլ գիտենք, բայց հիմնականում ես գրել եմ ընկույզի հետ կապված, ընկույզից պատրաստված ուտեստները կամ ընկույզը որքանով է լավ անդրադառնում օրգանիզմի վրա, ինչու ուտել ընկույզ, որպեսզի մարդիկ էլ ավելի տեղեկացված լինեն, իրազեկ լինեն, որովհետև միայն ընկույզ ուտելով չի։ Մարդ կա սիրում է, մյուսը չի սիրում, չի օգտվում, բայց ընկույզի հետ կապված ինչ կա, ընկույզի հետ կապված ես ամեն ինչ բերել եմ, փորձել եմ համադրել ու դարձնել մեծ սցենար, որպեսզի մարդիկ էլ ավելի իրազեկված լինեն, մարդիկ կարողանան հասկանալ, ճիշտ ըմբռնել ամենակարևորը։ Գրել եմ պարզ բառերով, ոչ մի սցենար, ես չեմ գրում բարդ մասնագիտական բառերով, գրում եմ այնպես, որպեսզի մարդիկ հասկանան, որտեղ բոլոր խավերից մարդիկ լինելու են, եւ պաշտոնատարանցին, եւ գյուղացիներ են լինելու, եւ նաեւ սովորական մեծ նման մարդիկ են լինելու, բոլորը լինելու են, տարիքային սահմանափակում չկա, ինչպես նշեց Աննան, լինելու են երեխաներ, մեծահասակներ, ծերեր Երևանից եւ նաեւ արտերկրից, արդեն հետաքրքրվածությունը կա, եւ նաեւ նշեմ, որ Facebook-յան հարթակում դրված է այս կոնցերտ էջում, դրված է միջոցառումը, որ հոկտեմբերի 18-ին տեղի ունենալու, նշեմ նաեւ, որ Սասունցի Դավթի արձանի մոտից առավոտյան 9:00-ին շարժվելու են մեքենաները, բայց նախապես պետք է գրանցվել։ Շեշտադրենք սա, որովհետև չեն կարող գալ, ուղղակի կանգնել, մենք էլ ենք գալիս, այդպես չի լինելու։ Նախապես գրանցվում են, իհարկե վճարումը մի մասը փոխանցում են, այնուհետև մեր մեքենաներով շարժվում են դեպի Վայոց ձոր։ Իսկ ինչ հատուկ հյուրեր կան եւ նաեւ նշեցիք արտերկրից են գալու մարդիկ, որ երկրներից են ժամանելու, ինչ փորձագետներ, ինչ հատուկ հյուրեր է սպասվում նախագծին։ Ուրեմն, քանի որ արդեն ինչպես նշեցինք, նույն օրը մարզում ավելի շուտ բնակավայրում հերհերում ունենք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերահսկման արարողությունը, լինելու են նաև պատվիրակության ներկայացուցիչներ, բոլոր պատվիրակություններին իրազեկել ենք, հրավիրել ենք, որոշների կողմից արդեն ունենք դրական արձագանք եւ հրավեր ընդունել են, բոլորը միանալու են, այնուհետև շարունակվելու է արարողությունը Պոպոկի փառատոնին, այսինքն չենք առանձնացել, չենք տարանջատել, որովհետև մեզ համար պատմամշակութային արժեքների պահպանումը, համայնքահեն միջոցառման կազմակերպումը չի կարող այսպես ասած ամփոփվել եւ չխորհրդանշվել հենց տեղի գյուղի վերահսկման, եկեղեցու վերահսկման արարողություն, այսինքն չենք առանձնացել, չենք տարանջատել, հետեւաբար նույն հյուրերը նախատեսում ենք հրավերք այնպես ենք իրականացրել, որ չենք առանձնացրել առանձին Պոպոկի փառատոն, առանձին վերահսկման արարողություն, սիրով բոլորին արդեն ունենք դրական պատասխան եվրոպական եւ մեր արդեն երկրում գործունեություն ծավալող պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների կողմից։ Մարզպետ, այո, տեղական ինքնակառավարման մարմինները, դե վերջերս փոփոխություններ էլ ունեցանք,
լրացուցիչ եւս հրավեր ուղարկել ենք, մեծ սիրով սպասել ենք բոլորին, առանց որևէ սահմանափակումների։ Նշեմ, որ նախորդ տարի Կոտայք TV-ն հանդիսանում էր ինֆորմացիոն գործընկերը մեր Պոպոկի փառատոնի։ Նաև հետաքրքիր է քանի օր է տևելու, ընդամենը 18-ին է տևելու, թե մի քանի օր է տևելու փառատոնը, 1 օր է տևելու։ Ընդամենը 1 օր է տևելու, այո, 1 օր է տևելու, բայց այդ 1 օրը այնքան հագեցած է անցնելու 12-ից մինչև 18:00, 19:00 ունենալու ենք բազմաթիվ հետաքրքիր շոու ծրագիրը նշեցինք, խաղեր, մրցույթներ, վերջում պատվոգրերի բաժանում, նաև նշեմ, որ լինելու է ազգային պարի ուսուցում եւ պարեր, այսպես կոչված, որ մարդիկ ազգային պարը պարեն ամբողջությամբ, բոլորը ներգրաված լինեն պարի մեջ, մեծ շուկով, այս բանը չեմ կարող ասել զգացողություններ, թե ինչ են սպասում, դա պետք է գալ, տեսնել աչքով ու վայելել օրը, որտեղ օրը շաբաթ օր է, կարծում եմ շատ-շատերին հարմար օր է ընտրված, իհարկե այն մարդիկ, ովքեր աշխատում են, չեն կարող գալ բնականաբար, իսկ ովքեր չեն աշխատում, հուսամ կմիանան մեզ ու այս տարի արդեն մեծաքանակ հետաքրքրվածություն կա մասնակցելու հենց Պոպոկի փառատոնին, Facebook-յան, Instagram-յան տարբեր հարթակներում մենք տեղադրել ենք մեր գովազդային ռիլերը եւ հետաքրքրվածությունները շատ են, անդադ գրում են, զանգահարում են, ինչպես կարող ենք միանալ կամ որտեղից կարող ենք միանալ, դե մեկը Գյումրիից է զանգահարում, մյուսը Վանաձորից, մեկը Երևանից, բոլորին մենք փորձում ենք հասանելի ինֆորմացիա տրամադրել։ Իսկ քանի մարզերից են մասնակցում, օրինակ տաղավարներում արդեն որքանով են մարդիկ ներգրաված, քանի տաղավար կա պատրաստված, որպեսզի մարդիկ նաև իրենց պոպոկները ներկայացնեն, ցուցադրեն եւ համտեսեն մարդիկ։ Տաղավարները արդեն տեղերը զբաղված են, բայց ներգրավել ենք ամբողջ 10 մարզերից, որտեղ երբ որ մենք տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկում ենք հրավեր առաջարկը, նրանք ցանկություն են հայտնել, որպեսզի մասնակցեն, ով ինչով կարող է, ով ինչ ձևով կարող է, մեկը ունի պոպոկ, մյուսը ունի մեկ այլ միրգ, կարող է բերել եւ վաճառել, ցուցադրել, համտեսանել, ինչպես նշեցինք, միայն պոպոկը չի, ամեն ինչ կարող է լինել, հետաքրքրությունը էլ ավելի, հետաքրքրության սահմանները պետք է լայն լինեն, որ միայն հենց պոպոկը չլինի, ամեն ինչ պետք է լինի, որպեսզի մարդիկ գան, գնումներ կատարեն, գան համտեսներ անեն, ծանոթանան գինու համտեսում, պոպոկի համտեսում, գաթայի համտեսում, մեղրը վերջի վերջո, այդ ամենը բերում է այն ամենին, որ մարդիկ ավելին են պահանջում, քան մենք տալիս ենք։ Մեզանց անդադ բա սա չի լինելու, բանա չի լինելու։ Իհարկե ամեն բան հավուր պատշաճի մենք ներկայացնում ենք։ Եվ Աննա ջան, ինչ սպասելիքներ ունեք այս միջոցառումից, եթե երրորդ տարին է, ինձ թվում է արդեն այնքան լավ արձագանքներ եք ստացել, որ շարունակական երևույթ է կրում, իսկ այս տարի ինչ սպասելիքներ ունեք, թե զբոսաշրջիկների առումով, թե նաև տեղի բնակիչների ու նաև հյուրերի առումով։ Քանի որ հետադարձ կապով արդեն իսկ կարողացել ենք ֆիլտրել եւ որոշակի վերլուծություններ անել, ինչպես նշեցի, մասշտաբը բավականին մեծ եւ անհամեմատ լավն է, հետեւաբար սպասելիքները նույնպես, բայց ի լրումն եւ ի հավելումն այս խոսքի Երևանի պետք է ամփոփ նաեւ միջ մարզային կապի մասին խոսեմ, այսինքն այո, մենք այստեղ Վայոց ձորում հերհերում որպես թե հեռավորությունը հաշվի առնելով, թե տեղի պոպոկի որակական հատկանիշները կամ իր, այսպես ասած, վերջնարդյունքը, քանի որ գյուղացու համար էլ դժվար է հասանելի է քաղաք բերելը, վաճառելը, քաղաքից, քաղաքի ու վերջնական սպառողին մոտիկ բերելը զատ, նաև միջմարզային կապվածությունը, փոխկապակցածությունը, այսպես ասած, լայն շրջանակներում ընդգրկելն ու զարգացնելն է, հետևաբար ակնկալիքները ոչ միայն տարածաշրջանով պայմանավորված, հատկապես տարածաշրջանով, բայց միջմարզային ներկայացուցիչների կողմից եւս ընդգրկվելով տարածաշրջանում արդեն իսկ վարակիչ օրինակ դարձնելով, որովհետեւ մենք վերջին ժամանակաշրջանում շատ տեսնում ենք անցկացվող տարատեսակ տարաբնույթ փառատոններ, միգուցե եւ հենց դա է պատճառը, որ շատ հաճախ այցելուները իրենք են պահանջում, որ եւ սա լինի եւ նա լինի, այսինքն մարդկանց համար այդ ամենը օտար չէ, բայց եւս մեկ անգամ չեմ վախենա նշել, որ տարբերվելու է մի շարք հանգամանքներով, որոնց մասին, որոշի մասին արդեն իսկ խոսեցինք։ Մենք հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, մենք լսում ենք նաև կարծիքները, շտկումներ ենք իրականացնում, որովհետև առողջ դատողությունը, առողջ փորձի փոխանակումը շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլ մյուս փառատոների եւ միջոցառումների, առհասարակ որտեղ միջոցառումներում ամեն
բան չէ, որ հարթ է, այսպես ասած ժողովրդական լեզվով հալածյուղի պես է, ոչ կան բարդություններ, կան կիքսեր, որոնք պետք է շտկվեն եւ մյուս տարիների հետ համեմատած արդեն պետք է կատարելագործել։ Անձը ինքնակատարելագործում է ժամանակի ընթացքում եւ ինքնակատարելագործվելով նաեւ կատարելագործում է միջոցառումների կազմակերպումը, որպեսզի ոչ թե 100%-ին գոհացնելու, այլ գոնե ինքդ քեզ գոհացնելու եւ գոնե 80%-ին գոհացնելու համար։ Իսկ երբ որ լսում եք կարծիքներ, սա ավելացնեն կամ նա ինչն են ամենաշատը պահանջում, ինչն են ամենաշատը ուզում տեսնել հյուրերը, որ դեռ չկա ներգրավը։ Հիմնականում շատ հյուրասիրություններին են ուշադրություն դարձնում, դե գնումներն էլ կատարում են, բայց այսինչ բանի հյուրասիրությունը չկա, կամ ես ուզում եի, որ սա հյուրասիրվեի համտես է, հիմնականում այն ամենը ինչ կապված է ուտելու հետ։ Ես իրականում նույնն եմ ուզում նշել եւ մոտիվացնող են շատ մրցույթներն ու մրցանակները։ Դե լինելու է այս տարի բնականաբար։ Հա, ինչպես նշեցինք, լինելու են եւ ցանկանում եմ նշել, որ փոքրիկ նաեւ գյուղատնտեսական ոլորտին առնչվող հատված ենք ունենալու, որտեղ ոլորտը ել ավելի արդիականացնելու, ավելի ժամանակակից դարձնելու գործիքակազմը ներկայացնելու ենք ես ինքս անձամբ որպես ոլորտի ներկայացուցիչ։ Իսկ ինչ մրցույթներ են լինելու, ինչպես են հաղթողները ընտրվելու, նաև մարդկանց ոգևորել դրա մասին խոսենք։ Պոպոկի հետ կապված է, ամեն ինչ էլի կապել ենք պոպոկի հետ, այդ մրցույթները էլի գրել եմ, դասավորել եմ ժամ առ ժամ, րոպե առ րոպե, որ պետք է այս վայրկյանից այս վայրկյանը ունենանք պոպոկի հետ կապված ուտեստ կամ պոպոկի հետ կապված ինչ-որ դեկորացիաներ, որը էլ ավելի իրենց կներշնչի, այսինքն մարդիկ պետք է ներգրաված լինեն, բոլորս, ես որպես հաղորդավար, Աննան եւ մեր մյուս գործընկերները որպես կազմակերպիչ նաեւ, բոլորս պետք է ներգրաված լինենք, որ ավելի հետաքրքիր, դա է հետաքրքրությունը առաջացնում, ոչ միայն ես ասեմ հավաքվել ենք ինչի համար, Վարեն բեմից կամ երկիչը կամ այնտեղ տաղավարներ վաճառք իրականացնեն, ոչ, այդ մրցույթները էլ ավելի անմիջական են դարձնում շփումները եւ կանց ենք ճանաչում եւ անձնային փոխանձնային հարաբերություններն են ավելի ճիշտ դիրքի վրա դրվում։ Դա կարծում եմ ամենաառաջնային պայմաններից մեկն է, որ մենք մշտապես մրցույթներ իրականացնում ենք հենց փառատոնի շրջանակներում եւ նաեւ վերջում շնորհակալագիր կամ պատվոգիր ենք նրանց շնորհում ել ավելի ողջևորելու համար։ Իսկ մրցույթների հաղթողներ ինչ սկզբունքներով են ընտրվում։ Մեկ հաղթող է լինելու, թե մի քանի հաղթողներ, անվանակարգեր են լինելու։ Այո, անվանակարգեր են լինելու, այդ անվանակարգերում մեկ մրցույթին մեկ հաղթող չեն կարող ընտրել, գուցե երկուսը կամ երեքը, այդպես չեն կարող ասել, բայց անպայման ընտրելու ենք լավագույններին։ Դա բաց է, թափանցիկ ընտրություններ։ Բայց մի այսպիսի հետաքրքիր բան կա, ինչքան էլ թափանցիկ լինել են ժյուրիի անդամներ, ովքեր թաքնված ձևով շրջելով տաղավարներով, որտեղ տաղավարի մեր մասնակիցների համար էլ ովքեր ներկայացնելու են իրենց ապրանքը արտադրատեսականին, լինելու են նաև մրցանակային ֆոնդ ոչ միայն մասնակիցների այցելուների համար, այլ նաև տաղավարի, հա, մեր հիմնական Պոպոկի փառատոնի մասնակից կազմերի կամ կազմակերպությունների համար մեր ժյուրի անդամները այսպես շրջելու են թե սպասարկման որակը, թե մոտեցումը, թե ապրանքատեսականին, ամեն ինչ եւ լինելու են տարբեր նոմինացիաներ, շնորհակալագրերի տեսքով, մրցանակային կոնկրետ, հա, գործընկերների կողմից, օրինակ մեր կազմակերպությունը որպես գործընկեր կազմակերպություն տրամադրելու է մեկ անվճար մասնագիտական խորհրդատվություն այգեգործական կամ տնտեսության այլ ոլորտի, հա, սուբյեկտին, որը էլի հետաքրքիր տարբերվող լինելու է նաև գյուղական նորաձևության ցուցադրություն, որը այո նորություն է, բայց այս պահին շատ ճակերտներ չենք բացի, սիրով այո, որպեսզի բոլորը գան ու տեղում տեսնեն, համոզվեն, թե որքան նորաձև կարելի է լինել գյուղում եւ ունենալու ենք խոհարարական բաթլ Երևան, դրա մասին չխոսեցինք, այո, մի երկու բառ էլ դրա մասին ասես։ Խոհարարական վարպետության դասեր ենք ունենալու, ով ավելի համեղ կպատրաստի, հենց նա էլ կարժանանա մրցանակի, դե կարծում եմ 1 կիլոգրամ պոպոկներ նվեր կտանք նրանց։ Իհարկե այդ խոհարարական մասով լինելու են վարպետաց դասեր, պատրաստելու են պոպոկից ուտեստներ կամ, չգիտեմ, այն ամեն ինչ կապված է պոպոկի հետ, էլի ճակերտները չբացենք, որպեսզի մեր հեռուստադիտողին հետաքրքրի եւ անպայման հոկտեմբերի 18-ին շտապի դեպի Վայոց ձոր հերհեր գյուղ։
Իսկ կան էլի բաներ, որ մոռացել եք ավելացնել, օրինակ հետաքրքրող նաև մարդկանց, որ մոտենան եւ կարող են օգտվել դրանից բացի մրցույթից, ցուցադրությունից, հագուստների եւ նաեւ խոհարարական մրցույթից բացի էլի կան անակնկալներ, որ սպասվելու են։ Ինձ թվում է մեր ներկայացրածից ավելի շատ բարձր տրամադրությունը, որի մասին ուղղակի չենք բարձրաձայնում, ցանկանում ենք, որպեսզի այցելուները տեղում համոզվեն այն ամենի, ինչի մասին, որ ես ու Երվանդը հնարավորինս ինձ թվում է համեզ ձևով ներկայացնում ենք։ Այո, հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ից մինչ 18:30-ը սիրով ժպիտներով բարձր տրամադրությամբ սպասում ենք բոլորին, ովքեր ցանկանում են տեսնել գյուղական փառատոնը նորաոճ, տարբերվող եւ որ ամենակարևորը լիարժեք տարածաշրջանը եւ ընտրած թեմատիկան ներկայացնելու ֆորմատում։ Ամեն ինչը չեմ վախենա նշել լյուքս եւ տարբերվող որակի մեջ։ Որովհետեւ քաղաքի հիմքը գյուղն է եւ պետք է զարգացնենք մեր գյուղերը, մեր քաղաքները, նաեւ ինչու՞ չէ հետո նոր անդրադառնանք մայրաքաղաքին, որովհետեւ մայրաքաղաքը ծանրաբեռնված լինելով մի փոքր տեղափոխենք գյուղական համայնքներ եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ ու նշեմ, որ առավոտ 18-ին, հոկտեմբերի 18-ին առավոտյան 9:00-ին լինելու են մեքենաներ, բայց նախապես պետք է գրանցվել հարգելի հեռուստադիտող, այս կոնցերն էջում տեղադրված է միջոցառումը, հրավերքը, այնտեղ կարող եք զանգարել նշված հեռախոսահամարով եւ պատվիրել ձեր տոմսերը հերհեր գալու համար։ Իսկ վերջնական ժամկետը, երբ որ կարող են մարդիկ գրանցվել, երբ է, որքան է տևելու ժամկետը, դեռ կա ազատ տեղեր։ Մինչեւ հոկտեմբերի 17-ը կարող են գրանցվել։ Իսկ այս տարի ինչ նոր սպասելիքներ ունեք, նաև կան նոր միջոցառումներ բացի Վայոց ձորից, կա նաև նախատեսվող այլ միջոցառումներ այս տարի, թե այսքանով եք սահմանափակվելու։ Մեր գործունեության որդեգրված քաղաքականության մեջ հիմնականում դրված է կատարել եւ ընկղմվել հիմնական մեկ ընտրված ուղղության մեջ եւ տանել իրականացնել 100 պատշաճի եւ հնարավորինս պատրաստված։ Եթե ժամանակը եւ ռեսուրսները իհարկե գաղափարը, մտքերը, հնարավորությունները անսահմանափակ են, բայց հնարավորություններն էլ պետք է համահունչ լինել, իսկ այդ հնարավորությունները այս պահին մեր գործունեության շրջանակներում ամենաառաջինը ժամանակն է։ Քանի որ պետք է պատասխանատու ձևով մոտենալ, այլ ոչ թե պարզապես կազմակերպեցինք փառատոն, մի 10 տաղավար ունեցանք, ներկայացրեցինք, չէ։ Ասելիք պետք է լինի։ Դա շատ ավելի մոտ է մեր ամբողջ ընտրված, եւ միջոցառման անցկացման հիմնական ուղղությունը գաղափար, ներշնչանք, մոտիվացիա, որի շրջանակներում այո հենց համայնքահեն եւ չեմ վախենա նշել հայրենապաշտպան գործընթաց է։ Ինչքան հեռու է բնակավայրը, այնքան ավելի հասանելիությունը բնականաբար քաղաքին ավելի սահմանափակ է, հայրենիքը սկսում է սահմաններից եւ օտարողը հայրենիք չի։ Դրա համար այս պահին դեռևս սահմանափակվել ենք այս մեկ ֆորմատով հենց կոնկրետ պոպոկի փառատոնի, հետագայում գաղափարներն իրականում անսահմանափակ են, մնում է որ ռեսուրս հնարավորությունները ամենաառաջինը ժամանակի առումով թույլ տան, թե չէ մեզանից պահանջում են, ինչպես ներմուծած մեզանից պահանջում են։ Ամանորին կարելի է ձմեռ պապիկ փառատոն կազմակերպել։ Շնորհակալություն Ալիթա լամբատքի համար։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալելու, իսկ ինչ ունեք նաև վերջում ավելացնելու մեզ դիտողների համար։ Մեր դիտողներին բոլոր հեռուստադիտողներին մաղթում ենք բարի օր, լավ տրամադրություն ամենակարևորը, երբ որ արտանում եք, շնորհակալ եղեք Աստծուն, որ այսօր եւս հնարավորություն տրվեց բացելու աչքերը եւ շնորհակալ լինել Աստծուն, որտեւ Աստծով է ամեն բան առաջ գնում։ Մենք իզորու չենք առանց Աստծո ու լավ օր, լավ տրամադրությունը թող շարունակվի ամբողջ օրվա ընթացքում հարգելի հեռուստադիտողներ, ձեզանց ենք շնորհակալ Ալիթա ջան, ձեր ամբողջ թիմին, իմ սրտի Կոտայք TV-ի տնօրինությանը եւս շնորհակալ եմ, իդեմս տնօրեն Սեդա Ավետիսյանին, շնորհակալ եմ Սարգիս Կառավարությանին, շնորհակալ եմ Հովանես Դանելյանին, Ռիմա Հակոբյանին, շնորհակալություն Լուսնե Բալասանյանին, բոլոր մեր աշխատանքային թիմին, որ հրավիրեցիք եւ ձեզ մաղթում եմ բարի աշխատանքային օր։ Ուրախ եմ, որ եւս մեկ անգամ գտնում եմ իմ հարազատ Կոտայք TV-ում։ Շնորհակալ եմ շատ, ձեզ էլ մաղթում եմ լավ օր եւ լի լավ գործերով օր, հագեցած օր։
Շնորհակալություն, համեցեք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Աննա Գրիգորյանի հետ, ով Պոպոկի փառատոն 2025 համակազմակերպիչ եւ գործընկեր է, Երվանդ Մարեյանին միջոցառման կազմակերպիչ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք կհանդիպենք վաղը։